Հաջորդը կայացրած որոշման արդյունքում յուրաքանչյուր տարի պետությանը պետք է գար 600,000 դրամ, այսինքն 600,000 դրամ, այսինքն Արծիկ Մինասյանի օրոք ապօրինի շինություն չի կառուցվել, ինքը քանդելու լիազորություն չուներ, կայացվել այնպիսի որոշում, որի արդյունքում ամեն տարի պետք է պետությանը լրացուցիչ բյուջե գումար գար, իսկ հիմա դուք այստեղ կանգնած ասում եք, բայց այդ գումարը չկա, բա դա ձեզ չի անհանգստացնում, քննություն չեք արել պարզելու համար ամեն տարի 600,000 դրամ գումար, ինչու բյուջե չի եկել, այստեղ է խնդիրը։ Շնորհակալություն։ Տիկին Գրիգորյան, բնապահպանության նախարարը շինթույլտվություն չի տալիս եւ շինություն չի քանդում։ Բնապահպանության նախարարը մրցութային հանձնաժողովի նախագահ լինելով ստեղծում է իրավական հիմք ինքնակամ կառույցը որպես ներդրումային ծրագիր ներկայացնելու, որպեսզի 25 տարի ոչ մեկ գոնե փաստաթղթի մակարդակով չկարողանա հարց բարձրացնել, թե այս ինքնակամ կառույցը այստեղ որտեղից։ Ոչ մի բնապահպանության նախարար շինթույլտվություն չի տալիս, ոչ մի բնապահպանության նախարար ապօրինի շինություն չի քանդում, դա քաղաքաշինական գործառույթներ ունեցող մարմինների պարտականություններն են եւ այդ անձինք պաշտոնական դիրքը չարաշահելու համար հետապնդման ենթարկվել են, բայց վաղեմությունն անցնելու պատճառով 17 թվից է գործահարուցված, արարքներն կատարվել են 2010 թվականից, ըստ էության հնարավորություն չի եղել այդ անձանց կանչելու դատարան, ոչ արդարացնող հիմքով հետապնդումները չեն հարուցվել կամ դադարեցվել են։ Պարոն Մինասյանը տեսել է, որ կա ինքնակամ կառույց եւ ունեցել է որպես հանձնաժողովի նախագահ լիազորություն ոչ ինքնակամ կառույցները բնության հատուկ պահպանվող դատարկ հողատարածքները ներկայացնելու ներդրումային ծրագրին եւ իր լիազորության շրջանակներում հնարավորություն է տվել, որպեսզի ինքնակամ կառուցված շինությունը անցնելով իր լիազորությունների միջով որպես հանձնաժողովի նախագահ, այսինքն ներկայացվելով կառավարությանը, թույլտվություն ստանալով անցկացնել մրցույթ, հանձնարարություն ունենալով անել թափանցիկ մրցույթ, դառնա ներդրումային ծրագիր։ Եթե որևէ փուլում, օրինակ, գար ինչ-որ մի երրորդ ներդրող, որը կապ չունի Սեյրան Օհանյանի հետ, շատ տրամաբանական է ձեր ասածը, օրինականացվել է գործընթացը, որտեղ ինչ կլիներ։ Այդ ներդրողը կամ հիմնահատակը քանդեր այդ շինությունը եւ իսկապես կսարքեր հանգստի գոտի, որտեղ դժվար է պատկերացնել առանձնատունը դառնա հանգստի գոտի, կամ ռեկոնստրուկցիա կաներ կդարձներ հանգստի գոտի։ Բայց չի եկել երրորդ ներդրողը։ Երկու փոխկապակցված անձինք, որոնք կապված են Սեյրան Օհանյանի հետ, այսինքն շինությունը ինքնակամ կառուցած անձի հետ, հələ մի կողմ դնենք ինչ միջոցներով։ Ըստ էության հնարավորություն են ունեցել այս մրցութային հանձնաժողովի որոշմամբ անխոչնդոտ 25 տարի տիրապետելու եւ օգտագործելու շինությունը։ Բացի այդ, քանի որ արդեն շենք շինությունը կառուցված էր եւ երբևէ որևէ ներդրումային ծրագիր չի իրականացվել, ներդրումային ծրագիրը եղել է իրավական քողարկումը այն արդեն կատարված ոչ օրինական արարքի, որը փորձ է արվել ներկայացնել օրինական։ Եվ այստեղ պարոն Մինասյանի ավարտում եմ։ Պարոն Մինասյանը միակ պաշտոնյան էր, որը կարող էր մրցույթը անցկացնել, որովհետև ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն էր։ Մենք չենք ասում պարոն Մինասյան ինչի չեք քանդել։ Մենք ասում ենք դրախտիկ համայնքի ղեկավար ինչի չես քանդել։ Ասում սխալ եմ արել։ Մեղավոր եմ։ Ընդունում եմ, վաղեմությունն էլ անցած է։ Ներողություն, այդ արդեն մեր ուժերից վեր է։ Պոակի տնորեն, ինչի ժամանակին չես արձանագրել, էլի ոչ արդարացնող հիմքով հետապնդում է, բայց ոչ նա, մրցույթ անցկացնել չէին կարող։ Մրցույթ անցկացնել կարող էր միայն հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, որն էր ստորագրում է հանձնաժողովի փաստաթղթերը։ Եթե Արծվիկ Մինասյանը այս գործընթացը չաներ, ամեն օր հարց էր առաջանալու, այս ինչ առանձնատուն է, ուր է հիմքերը։ Մինչև այսօր կադաստրային գործի մեջ երևում է Թույլտանք արձագանքի, հա տիկին։ Բայց ավարտեմ նոր։ Մինչև այսօր կադաստրային գործի մեջ երևում է, որ դա դատարկ հողատարածք է կառուցապատման իրավունքով։ Կադաստրային գործի մեջ։ Տիկին դատախազ, ամեն դեպքում թվում է պարզ հարց է։ Դուք իրավական տեսանկյունից իրավական տերմինոլոգիայով խոսում եք, բայց մենք իսկապես շատ պարզ ենք ուզում հասկանալ։
Հիմա այդ գործողությունների արդյունքում ես նաև ձեր խոսքից հասկացա, որ ամեն դեպքում այդ տունը օրինական հիմքերի վրա դրված չէ։ Ինքը չի կարող համարվել ամեն դեպքում օրինական։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եք հասկանում։ Դե հիմա եթե ասում եք, որ Արծվիկ Մինասյանի կայացրած որոշումների տրամաբանությունն այն էր, որ ի վերջո ստեղծի օրինական հիմք, դուք փաստում եք, որ դա չի հանգեցրել նրան, որ ստեղծվի օրինական հիմք։ Հետևաբար, ինչպես այդ շինությունը, այնպես նաև այլ շինություններ կարող են ենթարկվել քանդման, բայց դուք այդ process-ով չեք գնում, ասում եք Արծվիկ Մինասյանը արել է մի բան, որ ստեղծվում է հիմք, բայց ասում ենք հիմքը կա, ասում եք հիմքը չկա։ Այստեղ իսկապես անհասկանալի է, որովհետև ցանկացած գործողություն, նույնիսկ ենթադրյալ հանցագործություն, մոտիվացիա պետք է ունի։ Խմբային մոտիվացիան փորձում եք բացատրել, ասում եք ենթադրաբար նախկինում իրար հետ աշխատել են։ Ասում եք պիտի քանդի, չէ, չպիտի քանդեր։ Պետքա դա բերեր օրինական հիմքի, դուք եւս պնդում եք, որ օրինական հիմքը չկա։ Այստեղ իսկապես մի բանը այն չի։ Մի բան այն չի, որն է կոնկրետ քաղաքական հետապնդում է։ Հակառակ դեպքում, ինչպես իմ գործընկեր Թագուհի Թովմասյանը նշեց մի քանի կոնկրետ առանձնատների դեպքով, հետապնդման կենթարկվեին այն նախարարները, ում օրոք իսկապես կառուցվել են։ Արծվիկ Մինասյանի օրոք ոչ մի տուն, ոչ մի ինքնակամ շինություն չի կառուցվել։ Տիկին Գրիգորյան, գիտեք ինչ է, այն չի։ Ուղղակի պետք է ջնջվեր ցուցակի մեջից այս ինքնակամ կառույցը եւ չներկայացվեր կառավարություն։ Այ այդ այն չի։ Եթե հարցնում եք ինչ է, այն չի։ Ես իրավաբանական ոչ մի տերմինով առնվազն վերջին 5 րոպեն չխոսեցի։ Ես ձեզ ասացի բնապահպանության նախարարը ինչ ուղիղ պարտականություն ունի։ Եվ բնապահպանության նախարարը իր լիազորությունը օգտագործելով իրավական հիմքեր է ստեղծել ապօրինի կառույցը առնվազն 25 տարի օրինական տիրապետելու համար։ Օրինական 25 տարի վարձակալական հիմունքներով Տիկին Գրիգորյան, երբ որ ներկայացվում է ներդրումային ծրագիր, որը կեղծ է, որը գոյություն չունի եւ հետագայում էլ կյանքը ցույց է տալի, որ երբևէ նույնիսկ մի լումա ներդրումային ծրագիր չի իրականացվել։ Երբ որ մրցութային հանձնաժողովի նախագահը հենց նույն ինքը բնապահպանության նախարարն ասում է, ես տեղեկացված եմ եղել, ես գիտեի, որ դա Սեյրան Օհանյանի կողմից տիրապետվող է, եւ դրանից հետո էլ մենք տեսնում ենք, որ մրցույթը գնաց, փաստաթղթերը պտտվեց, հետ եկավ եւ թափանցիկ մրցույթի արդյունքում պիտի ճակերտների մեջ ասեմ, երկու Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձինք են մասնակցում մրցույթին, միայն այդ երկուսը, եւ շահում է փոխկապակցված այն անձը, որը ի վիճակի չէ նույնիսկ ներդրումային ծրագրի հետ կապված որևէ գործառույթ իրականացնել, որովհետեւ մարդը շինարարական աշխատանքներ իրականացնում, սանտեխնիկա։ Եվ այս մարդը մինչ օրս 2025 թվականը կիսվել է արդեն։ Հանդիսանում է այս ներդրումային ծրագրով կառուցապատման իրավունք ունեցող անձը, մենք հասկանում ենք, որ այն գործառույթը, որը դրված է եղել բնապահպանության նախարարի վրա, որպես մրցութային հանձնաժողովի նախագահ, չարաշահվել է։ Մենք այսօր պնդում ենք, մեր մեղադրանքի նախագծում էլ պնդում ենք, որ դիրքի չարաշահում է տեղի ունեցել։ Դուք անդադ կենտրոնանում եք խմբային շահի վրա, բայց խմբային շահը տվյալ դեպքում միակը չէ։ Նա չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Պաշտոնական դիրքը օգտագործել է հենց այդ նույն ծառայության